Սաղմոս 69:4 տեսեք ինչ է գրված. առանց պատճառի զիս ատողները գլխիս մազերից շատ է, զիս փուչ տեղը կորսնցնող թշնամիներս զորացան։ Ուզում ասի, այնքան մարդ կա, որ ինձ ատոմա չի հավանում, խոսում է հետևիցս ու իրանք շատ են, սկսած տնից վերջացրած եկեղեցուց։ Ես էլ էի առաջինս մտածում, մինչև չհանդիպեցի մյուս համարին։ Ես մտածում էի, որ թեխի են մարդիկ ատում, դնում վերցնում, չեն սիրում, խոսում ու հազար ու մի բան, մինչև հանդիպեցի 40 Սաղմոսի 12 խոսքին։ Գրված է. «Վասնզի անթիվ չարիքներ զիս պատեցին, անօրենություններս ինձի հասան և չեմ կարող տեսնել նրանք, գլխիս մազերից շատ են»։ Իրար հակասում է, մեկ ասում է ինձ ատողներն են շատ անմեղ տեղը, մեկ էլ ասում է իմ անօրենություններն են շատ։ Հիմա դրանցից որ մեկն է ճիշտ։ Որպեսզի քո 80-ին կարճ տարիների ընթացքում մարդը հասկանա, որ Աստծո փառքը ավելի կարևոր է, քան իրա փառքը, իրան ատողներ են ծնվում, անմեղ տեղը ատողներ, հələ չեմ ասում, որ տեղը տեղին ատողներ կան, անմեղ տեղը ատողներ մենք շատ ունենք, բայց Սուրբ Գիրքն ասում է, որ քո ներսի անօրենությունները ավելի շատ են, քան նրանք, որ քեզ ինչ են անում, ատում են։ Դու հերթով գիտես ով է քեզ ատում, անուններով էլ գիտես դաժե, բայց դու հետաքրքիր է քո ներսի անօրենությունները գիտես, թե չգիտես։ Օրինակ Հոբից մի հատ գեղեցիկ համար ասեմ, Հոբ 30:19 խոսք։ Նայեք Հոբը ոնց է խոսում Աստծո առաջ, ասում է ինձ ցեխի մեջ նետեց, Աստծուն ասում էլի, ինձ ցեխի մեջ նետեց ու ես հողի ու մոխիրի նմանեցա։ Ես քեզ կաղաղակեմ, ինձի պատասխան չես տալիս, դա մարդն է ասում, կկայնեմ և դու ինձի ուշադրություն չես անում, Հոբը ասում է Աստծուն, դու իմ համար անգութ եղար, ձեռքիդ զորությունովը թշնամիի պես վարվեցիր ինձի հետ, դա Հոբը Աստծուն է ասում, նու որ սենց կարդաս, ով որ ծանոթ չի Աստծու հետ, կասի ես ինչ դաժան է, չէ Աստված, վերջը չի օգնում, այս մարդը ցեխի մեջ է, իրականում ինքը ցեխ է, ինքը չի տենում, որ ինքը ցեխ է, չէ, ինքը որ ասում է ինձի հողի մոխիրի նմանեցրիր, այսինքն ինքը էդի չի, իրան տես նմանեցրել են, բայց ինքը էդի է, բեմը ինքը էդի չի տենում, ինքը մենակ տենում է, որ իրա հանդեպ սխալ են վարվում, բայց ինքը չի տենում առաջի համարը 30 գլխի, տարիքով ինձանից փոքր եղողները ինձ ծաղր կնեին, որոնց հայրերը հոտերուս շուների հետ դնելու չէի հաճում, այսինքն իրա ներսում ինքը մարդկանց շանտեղ չի դրել, տենց է չէ ստացվում, հիմա ինքը նեղվում է, որ իրան շանտեղ չեն դնում, նու կոպիտ ստացվեց, բայց տենց է գրած, բայց իրականում մենք նեղվում ենք, մեզի որ բանատեղ չեն դնում, մենք նեղվում ենք, իմ մեջի անօրենությունները ավելի շատ է, քան ինձ ատողները, ես ուշադրությունը դարձնում եմ ինձ ատողների վրա, ինձ բանատեղ չեն դնում, ինձ հաշվի չեն առնում, ինձի չեն ասել, ինձի չգովացին, ինձի ծափ չտվեցին, այտենց լիքը մենք մեղքեր ունենք, մենք էդի չենք տենում, բայց ով որ մեր հանդեպ լավ չի վարվում, այ մենք էդի տենում ենք ու ահավոր զգայուն ենք, դրա համար Սաղմոսների մեջ մի հատ լավ համար կա, 30:12-ն է, որպեսզի իմ փառքը սաղմոս երգի քեզ ու չլռե, իմ փառքը սաղմոս երգի քեզ, նորություն է մարդու համար, որտև հիմնականում մարդու փառքը սաղմոս է երգում իրա համար, չէ, օրինակ որ դու ինքնագովեստով ես զբաղված, էդի դու ում համար է երգում քո փառքը, քո համար, բայց դու նաև ուզում ես, որ բոլորը քո համար սաղմոս երգեն, որ բոլորը քեզի փառք տան, նու տենց չես համարձակվի ասես, բայց որ քեզի չեն գովում դու վիրավորվում ես, էդի փառքի խնդիր է, հիմա ես ուզում եմ ուղիղ ասեմ, որ Աստծո հետ մեկանալու համար քո փառքը խանգարում է, Աստծո հետ մեկանալու համար պետք է հետաքրքրվել Աստծո փառքով, բայց մարդու համար էդի
տարօրինակ բան է, մարդը, եթե իրանից իրա փառքը վերցրեցիր, չէ, ինքը կարող է խառնվի։ Մարդուն, որ ճիշտը իրան ասեցիր, ինքը կարող է խռովի։ Ինչ ասես խոստովանում ես, սաղի մեղքերը խոստովանում ես, բայց քո մեղքերը չես խոստովանում։ Իսկ քո մեղքը քո փառքն է։ Քո մեղքերը այդեն բան չի, որ բարկացել ես, նեղվել ես, խռովել ես, չէ, դրանցից ներքև գնա։ Էդի ճյուղերն է, գնա արմատներին, քո մեղքը քո փառքն է։ Ես տենց երևույթի հանդիպել եմ, որ հանկարծ քո տեղը մարդ նստի, չէ, էդի թեմա է։ Պետք է քո տեղը մարդ թվում է, թե դու այնքան հավատարիմ ես, որ 10 րոպե շուտ ես եկել, նստել ես քո տեղը, բայց քո ներսում կոպալ կա, հանգած մեկը նստի քո տեղը, կոպալ ուղիղ գլխին։ Էդի կա մեր մեջ, հատկապես, որ մենք տարիքով ենք, մեզանից փոքր մարդիկ կան մեր ընտանիքում, ինչ որ միտեղ, որ մեզի հաշվի չեն առնում, կամ բանատեղ չեն դնում, իառմա ջուրը։ Հետո այդ ջուրը մեկի գլխին պիտի թափենք, թե չէ, պիտի թափենք։ Բայց այդ բանը մեր ներսում կա, մենք այդ լուրջ պրոբլեմ ունենք։ Մեր փառքի հետ կապված ես ուզում եմ 5:44-ը կարդամ Հովհաննեսի, մեկ էլ Հայտնության 4:10-ը։ Ասում է դուք ինչպես կարող եք ինձ հավատալ, շատ բարձ բան է գրված։ Շատ բարձ բան է, մեկնություն պետք չի։ Դուք ինչպես կարող եք ինձ հավատալ, երբ որ իրարից փառք եք փնտրում։ Դու միշտ ապի ասա, ես չեմ փառք փնտրում։ Բայց ինչպես կարող եք ինձ հավատալ, եթե իրարից ինչ եք փնտրում, փառք եք փնտրում։ Մի ասա, ես չունեմ այտենց բան։ Այ գիտես քո կյանքը խի չի դզվում, քո հիվանդությունները, քո պրոբլեմները, առհասարակ քո ամեն ինչը, որտեղ փառքի խնդիր կա, դու դրան չես անդրադառնում, ու տենց մնում է Աստծո ձեռը քո վրա, միջև որ ներսդ բացվի։ Միջև որ դու տենաս, որ քո կյանքի միակ պատճառն ու պրոբլեմը էդի դու ես։ Դի ոչ մեկ չի։ Քանի դեռ քո կյանքի մեջ դու ման ես գալի ուրիշ պրոբլեմ դրսից, դու տենց մնալու ես։ Էդի Սուրբ Գիրքն է ասում։ Բայց հենց դու լուսավորվեցիր, որ քո կյանքի միակ պրոբլեմը քո փառքն է, դու հավիտյան կբժշկվես։ Հայտնություն 4:10։ Պետքա լուրջ հավատալ, որ 24 երեսները աթոռի վրա նստողի առջև կինային եւ երկրպագություն կնեին հավիտյանս հավիտենից կենթանի եղողին եւ իրենց պսակները, իրենց գլխի պսակները աթոռի առջև կձգեին ըսելով. արժանի ես Տեր, փառք ու պատիվ եւ զորություն առնելու։ Հիմա մեր համար դժվար է մեր գլխի պսակը առնել ու գցել Հիսուսի ոտերի մոտ, շատ դժվար բան է դա։ Դու գիտես, որ ինքը սիրում է, դու գիտես, որ ինքը ողորմած է, դու գիտես, որ ինքը քո համար կյանք է դրել, բայց ամեն օր, ամենաչնչին հարցից դու լուրջ նեղվում ես, որովհետև քո գլխին ինչ կա, պսակ կա։ Հիմա Հիսուսն էլ ասում է պետքա փոխել, պետքա փշե պսակ դնել, որովհետև եթե քո գլխին փշե պսակ չդրին, քո գլխին կյանքի պսակ չեն դնի։ Դու գիտես սաղի պրոբլեմները, քո պրոբլեմներն է, որ դու քոնը չգիտես։ Քեզ թվում է, որ դու չունես պրոբլեմ, բայց դու լուրջ պրոբլեմներ ունես։ Օրինակ, Երկրորդ Թագավորաց 17:14 համարը։ Եվ Աբիսողոմը եւ բոլոր Իսրայելի մարդիկը ասեցին, ուշադիր եղեք, եսի մեզ էլ են ասում ամեն օր, ասեցին. Արաքացի Քուսի խորհուրդը Աքիթոփելի խորհրդից աղեկ է։ Մեկին գովացին, մյուսին չգովացին։ Մեր բառերով ասեմ։ Հետո 23 համարը Աքիթոփելին ասեցին, որ խորհուրդը ճիշտ չէր։ Աքիթոփելը երբ տեսավ, որ իր խորհուրդը չկատարվեցավ, իր իշու համետը դրավ, հելավ ու քաղաքը եւ իր տունը գնաց եւ իր տան համար պատվեր տվավ եւ ինքնին խեղդեց ու մեռավ։ Քանի դու քո վրա խաչ չքաշեցիր, քեզ Աստծո փառքը չի հետաքրքրի։ Հիշում եք Գործք առաքելույցի մեջ է 12 գլուխ, որովհետեւ Հերովդեսը Աստծուն փառք չտվեց, ինչ եղավ, նույն լավ բան չեղավ։ Քո խնդիրը այն չի, որ մարդիկ քեզ չեն նկատում։ Ճիշտն ասած, դա լավ է, որ քեզ չեն նկատում։ Իրականում շատ լավ է, Երանի քեզ չնկատեին, Երանի դու էլ մոռանայիր քո անունը։ Քո պրոբլեմը այն չի, որ քեզի չեն նկատում, քո պրոբլեմն այն է, որ դու քեզ հետաքրքրում ես, քո փառքը քո համար կարևոր է։ Դու շուտ նեղվում ես, շուտ խռովում ես, շուտ վիրավորվում ես, շուտ բողոքում ես, շուտ տրտնջում ես, տրտնջացողներին պարզ է, չէ՞, հին ուխտում համարներ է գրած կորընթացների մեջ, տրտնջացողները
Գոտորվեցին։ Քո հավատքի գալու իմաստը այն չի, որ քեզի գովեն, ծափահարեն, նկատեն, թողեն որ երգես եւ այլն, քո խնդրեմը էդի չի։ Քո խնդրեմն է նա, որ դու քեզանից հրաժարվես հավատքի կյանքի մեջ։ Եթե դու տես չես մտածում, ուրեմն դու իզուր ես հավատում։ Մեկը դու տեղ չես հասնել, հնարավոր չի։ Դու չես կարող ապրես քո փառքով, մնաս քո փառքի մեջ եւ դու տեղ հասնես։ Դες չես կարող։ Քեզ պետքա որ Տերը օգնի, որ քո հարցերը լուծվի։ Իսկ դու ամենահասարակ բանի մեջ էլ կարող ես քո փառքը փնտրես։ Հիմա ուզում եմ մի քանի համարներ Հովհաննես ավետարանի 17-րդ գլխից կարդալ։ 24 համարը։ Տեր Հիսուսն ասում. «Կամենում եմ, որ ինչ տեղ որ ես եմ, նրանք էլ ինձ հետ լինեն», մեր մասին է խոսքը։ Ինչի համար։ Դե գրված է, որ իմ փառքը տեսնեն։ Հետաքրքիր նախադասություն է, ես ուզում եմ իմ որդիներին տանեմ ընդ որտեղ ես եմ, որ իմ փառքը տեսնեն։ Նու որ ես զբաղված եմ իմ փառքով, հաստատ իր փառքը ես վերաբերում եմ նրանց, ովքեր հրաժարվում են իրաց փառքից, որովհետև ինքը չի կարա իր փառքը ցույց տա ու դու չխախտվես, որովհետև դու շատ զբաղված ես քո փառքով։ Մարդը լուրջ փառք ունի, շատ լուրջ։ Որ մեկ-մեկ ասում ենք անելանելի վիճակների մեջ եմ, փակուղի է, դժվարություն է, ինձի հույս չկա, բան, ես առաջ խառնում եմ, հիմա ուրախանում եմ։ Ես գիտեմ, դա իզուր չի։ Որ դու եկել ես Աստծուն, տենց հեշտ չես կորի։ Բայց ինքն չի կարա հովանավորի քո մեղքի բնությունը, չէ։ Ինքը պետքա օգնի, որ դու ազատվես քո մեղքի բնությունից, ինքն է թույլ է տալի, որ քեզի ազատեն քո մեղքի բնությունից։ Տարբեր ձևով կազմակերպում է, տարբեր ձևով։ Դու այնքան թանկ ես Աստծո համար, որ ինքը քո փառքի վրա աշխատում է, որ դու իր փառքը տենաս։ Ու ամեն ինչ անում է, որ քո փառքը ոչ թե բարձրանա, այլ ինչ լինի, իջնի, որտեղ որ քո փառքը բարձրացավ, դու Հիսուսի հետ չես կարող այնտեղ լինես։ Իսկ իրան էդի ձեռ չի տալի, իրան ձեռ է տալի, որ քեզ փառքից մերկացնի, չէ։ Ոնց է Եսայի մեջ գրված, կրակ վառի փառքի տակ, քեզ գցի ցեխի ու հողի մեջ, որ քեզ ուրիշ փառք հետաքրքրի։ Քեզ հետաքրի Քրիստոսի փառքը։ Հիմա ես ուզում եմ կարդամ, թե որն է իր փառքը։ Տերն ասում է, ես ուզում եմ, որ դուք լինեք ընդ, որտեղ ես եմ, որ տենակ այն փառքը, որ ես ունեմ։ Եվ նաև այստեղ ասում էր, որ ես այդ փառք ունեի աշխարհի լինելուց առաջ, բայց որն է այդ փառքը։ Ես կարդում եմ Կողոսացիների 1:15-ը, որ աներևույթ Աստծո պատկերն է Հիսուսի մասին է։ Ամեն ստեղծվածներից առաջ ծնված, որ աներևույթ Աստծո պատկերն է։ Եվ Եբրայեցիների 1:3-ը, որ նրա փառքի լույսը լինելով եւ նրա էության նկարագիրը, մի քիչ բարդ բառեր է գրած։ Բայց ես ուզում եմ դա մեր բառերով ասեմ։ Նույն բանը գրված է Փիլիպպեցիների 2:6-ում։ Ասում է Աստծո կերպարանքումը լինելով հափշտակություն չհամարեց իրեն Աստծուն հավասար անել։ Այսինքն, այս համարների հիման վրա ես հասկանում եմ, որ Աստծո Քրիստոսի փառքը հոր հետ մեկանալն է։ Ինքը ուրիշ փառք չունի։ Մենք եթալու ենք ինչը տենանք, մենք եթալու ենք տենանք, որ ինքն ու հայրը ինչ մեկ են։ Մենք այդ փառքն ենք տենալու։ Ամի, բայց եթե դու ուզում ես Քրիստոսի հետ մեկանաս, քեզ հետաքրի Քրիստոսի փառքը, ոչ թե քո։ Բայց քանի որ քեզ հետաքրում է քո փառքը, դրա համար դու չես մեկանում, արդեն 30 տարի է։ Դու նեղվում ես, հա պատիվ ես պահանջում, հա ուզում ես հարգեն քեզի, հա ուզում ես նկատեն քեզի, հա ուզում ես չխոսան քո հետևից, չի լինի։ Խոսալու են, չեն հասկանալու քեզի, քեզ անտեսելու են, քեզի հաշվի չեն առնելու, ու էդի լավ է քո համար, էդի լավ է քո համար։ Գիտես ինչի, որովհետև եթե քեզ իրոք բավարարում է այն փաստը, որ Աստված քեզ ուշադրություն է դարձրել, քեզ չպետք է խանգարի այն փաստը, որ քո հարցը քեզ բանատեղ չի դնում։ Որովհետև եթե քեզ չի հետաքրքրում Աստծո ուշադրությունը, ինչ կարևոր է քեզ ով է ուշադրություն դարձնում։ Կարաք ինձ ասեք։ Ու հավատքեն չի, որ դու դու ես ժողովի, կամ քեզի ճանաչում են, որ դու
40 տարվա քույրիկ ես, չէ։ Եթե քեզ չի հետաքրում Քրիստոսի փառքը, մարդիկ քեզանից փախնելու են։ Դու զոռովել ուզենաս, որ քեզ ծափահարեն երկրպագեն, չի ստացվել։ Ես առաջ նեղվում էի, որ ինձ չեն սիրում։ Ես հիմա ուրախանում եմ, որ ինձ չեն սիրում։ Տարբեր բաներ են։ Մի հատ փոքր գաղտնիք ասեմ էլի։ Եթե դու կարում ես ուրիշի մասին խոսաս, արդեն դա նշանակում է, որ քեզ քո փառքն է։ Կավա դու համաձայն չես, բայց եթե տենց է, մեկը համաձայնվելու ես մի 7 տարի հետո։ Հիսուսն ասում է, ես ուզում եմ դուք իմ հետ գաք, բայց ուր։ Որտեղ որ ես եմ, ինչու։ Որտենակ իմ փառքը, բա իմ փառքը Հիսուս ջան։ Ասում ես էլ ամեն ինչ անում եմ, որ դու քո փառքից հրաժարվես։ Եթե ուզում ես իմ հետ լինես, դու քո փառքից պիտի ինչ անես, հրաժարվես։ Դե քանի որ դու չես հրաժարվում, Տերն է կազմակերպում է։ Այո եւ ամեն։ Ճիշտ է, քո կարողությունից ավել չի կարող անի, որ դու չկորես։ Որտեվ քո խնդիրները նրա համար չեն, որ դու կորես, քո խնդիրները նրա համար են, որ դու մեռնես։ Մերկանաց քո փառքից։ Դու կարգին փառք ունես, մի ասա չունեմ։ Այն օրը մտածում չունի, ես ունեմ, ես էլ ունեմ փառք։ Ես էլ ունեմ։ Տես մարդ չկա, որ փառքը չլինի, դու չես զարթնի առավոտը։ Բայց հետաքրքիր է, որ դու զգում ես, որ քեզի փառք չեն տալի, քո փառքին կպան, ինչ է կատարվում ներսդ։ Հաճախ նրանք, ովքեր շատ լուրջ աղոթքներ են անում, շատ լուրջ վիճակների մեջ են ընկնում։ Այդ դու մտածում ես, բայց ախր ես աղոթում եմ, պիտի որ Տերը պատասխաներ։ Հա Տերն էլ պատասխանում է։ Բայց դու ասում ես, ես աղոթել եմ Տեր ինձ սրբացրու, կամ Տեր ինձ համբերություն տուր, ու սենց թարս բան եղավ, բայց թարս բանը դրա համար է եղել։ Որովհետև քո խնդրեմը քո փառքն է։ Դու լուրջ խնդիր ունես քո փառքի հետ։ Էդի միջև մարդ ազատվում է, հավատքի մեջ տարիները աշխարհի մասին խոսք չկա։ Հնարավոր չի, հնարավոր չի։ Իսկ Քրիստոսի ներկայացների համար շանս կա, որ իրանք կարան ինչ անեն, մի օր ազատվեն իրանց փառքից։ Էդի կլինի քո հավիտենական կյանքի սկիզբը, որովհետև ուզում եք երրորդ համարը կարդամ, երրորդ համարը, 17 գլխի երրորդ համարը։ Եվ սա է հավիտենական կյանքը, որ ճանաչեն քեզ։ Հավիտենական կյանքը 2 միլիոն տարիները չի, որովհետև ժամանակ չկա հավիտենության մեջ։ Հավիտենական կյանքը քո փառքի հետ կապ չունի, կապ ունի Քրիստոսի փառքի հետ։ Սա է հավիտենական կյանքը, որ ճանաչեն քեզ։ Ցավը գիտես որ նա որ սկսում ես իրան ճանաչել, քեզ մոռանում ես։ Բայց քանի որ քեզ չես ուզում մոռանաս, քանի որ դու բավականին անուն ունես, պատիվ ունես, այս քեզ պիտի հաշվի առնեն, դու տենց էլ Աստծուն չես ճանաչի։ Դու ուզում ես որ քեզ ճանաչեն, դու Հիսուսին չես ճանաչի կյանքում։ Դու պիտի համաձայնվես որ քեզ չճանաչեն։ Մենակ այդ մարդը կարա Հիսուսին ճանաչի։ Որովհետև դու ոնց կարաս հավատաս ինձ, եթե իրարից փառք եք փնտրում։ Պարզ գրված է։ Իսկ էդի չերևացող մեղքա, չէ՞։ Քեզ թվում է քեզ անմեղ տեղ ատողները մազերի շատ են։ Այս սաղ դալիճը քեզ ատում է, չէ՞։ Քո մեջի անօրենությունները ավելի շատ են։ Քո չերևացող անօրենությունները ավելի շատ են։ Ես ուզում եմ մոտենամ ավարտին եւ ասեմ, թե մենք ինչ գաղտնիք ունենք։ 21-ը եւ 23-ը Հովհաննես ավետարանի հերթականություն կա։ 21-ի մեջ գրված է, ես զարմանում եմ էլ Աստծո գործի վրա ինքը ոնց հանում։ Ինքը ասում է, որ ամենքը մեկ լինեն, հա, մենք ինքը հայրը չէ, վերջը, մենք իր հետ մեկ լինենք։ Ու ասում է ոնց, ինչպես դու հայր ինձանում, ես քեզանում, իրանք էլ մեզանում։ Հետաքրքիր բանաձև է։ Ասում է, ես ու դու իրար մեջ ենք, իրանք է մեր մեջ լինեն, հա։ Բայց 23-ում հերթականությունը փոխում է։ Որովհետև ոնց որ գրված է 21-ում, դա չի լինի։ Դե հայրն ու որդին Սուրբ Հոգին մեկ են, մենք էլ այնքան ընկած բնություն ունենք, չենք կարող մեկանանք իրանց հետ։ Չենք կարող մեկանանք իրանց հետ։ 23 համարում հերթականությունը փոխում է, ասում է ես նրանցում, դու ինձանում։ Այսինքն որ մենք իրանց թողենք, իրանք մեր հետ չեն կարող մեկանալ։ Ար ես իջնեմ իրանց մեջ, որ իրանք իմ հետ մեկանան, մենք քո հետ կմեկանանք։ Պատկերացրի։
Այն որ ասում է ինչու թողիր, էլի լամա սաբակթանի խաչի վրա, էդի այդ պահն է, որ ինքը իրան թողեց մեր համար։ Ինքը այդ պահին, որ Հիսուսին թողեց, ինքը այդ վաղտ մեզ բռնեց։ Մենք իրի չենք տենում ուղղակի։ Իր համար էդի հավիտենական մահը, որ ինքը այդ պահին պետք է հայր իրան թողեր, որտեվ իրանք մեկ են։ Իրանց հնարավոր չի բաժանել։ Բայց իրանց բաժանել են քո խաթր։ Ասում է ես նրանցում եւ դու ինձանում։ Ու տեսեք ինչ ասում, որ կատարյալ լինեն միության մեջ, որպեսզի աշխարհը գիտնա, թե դու ուղարկեցիր ինձ եւ սիրեցիր նրանց, ինչպես ինձ սիրեցիր։ Նայ գալիս է սիրո վրա։ Ես այդտեղ կարևոր միտք եմ ուզում ասեմ, ել չեմ ուզում համարներով բարթացնեմ ձեզ, բայց երկու հատ համար կա անպայման կկարդամ։ Ես էդի կարճ ասեմ, էլի, ուրեմն ում կարա հետաքրքրի Քրիստոսի փառքը։ Ես այդ հարցին եմ ուզում պատասխանել, այս համարների իման վրա, էլի։ Ու ամեն մարդու չի հետաքրում կամ չի հասնում ինքը Քրիստոսի փառքին։ Ես իմ կարճ կյանքում համոզվել եմ, Քրիստոսի փառքը հետաքրքրում է այն քույր եղբայրներին, ովքեր իրան սիրում են ամբողջ սրտով, ամբողջ մտքով, ամբողջ էությամբ։ Ոչ թե ովքեր մեղքից ազատ են, ովքեր այդ մեղքից ազատվելը հետևանքը։ Դու չես կարա քեզ մեղքից, դու չես կարա նենց անես, որ սիրես այն մարդուն, ումին հնարավոր չի սիրել։ Դու էլ ես նույն մարդը։ Դու ոչ մեկի մեջ թշնամի ման մի արի, քեզնից լավ թշնամի չկա։ Էդի դու ես, հա։ Այդ որ դու արդեն ուրիշից խոսում ես, էդի արդեն դու թշնամություն ես անում։ Էդի արդեն նշանակում է, որ քո մեջ սերը պակաս է։ Այդ նշանակում է դու Քրիստոսի փառքին չես հանդիպելու։ Այդ նշանակում է հարցական է, դու կհափշտակվես, թե չես հափշտակվի։ Եթե մահվան անկողնում հասցնես զղջաս, քեզ մենակ կարա օգնի իրան ներկայությունը։ Բայց դու պիտի իրան այնքան սիրես, իր հետ այնքան ժամանակ ունենաս, որ ինքը քեզ այցելի, որ քո մեջ լինի փոփոխություն։ Եթե ինքը քեզ չայցելի, ինքը քո աղոթքներին պատասխանելով քո հարցերը չի լուծում։ Դու մեկը վաղը նույն ձախորդն ես։ Ինքը պիտի քո խնդիրները չլուծի, ինքը պիտի քո հին բնությունը լուծի։ Ինքը որ քեզանից ազատեց, քեզ սաղից կազատի։ Կարևոր ինքը քեզանից ազատի։ Եվ այդ երկու համարը, որ ուզում եմ կարդամ, հետեւյալն է։ Համոզվեք առաջի Պետրոս 5:10։ Աստված ինչ է մտածում քո մասին։ Եվ բոլոր շնորհած Աստվածը առաջի Պետրոս 5:10, որ մեզ իր հավիտենական փառքին կանչեց Քրիստոս Հիսուսի ձեռով, քիչ մատեն նեղություն կրել է, ետքը կատարյալն է, հաստատե, զորացնե, հիմնե, իրեն փառք, զորություն, հավիտյանս հավիտենից ամեն։ Բայց ինձ հետաքրում այսի, որ մեզ իր հավիտենական փառքին կանչեց։ Օրինակ մենք այդտեղ չէինք անի։ Մենք որ ուզում ենք միտեղ փառք կա, ամեն ինչ կանենք, որ այդ փառքը մնա մեզ, նես չենք կարում տանք ուրիշի։ Ես զարմանում եմ, որ հայտնության մեջ գրված է, որ ասում է դուք կնստեք իմ աթոռին, հա։ Ու լավ է, իմ աթոռները մի քիչ մեծ է, սաղ կարան նստեն, բայց որ հանգարց մի հատ աթոռ ունեցար, այդ աթոռից իջնել է 80 տարի տևում է, 80 տարի։ Հիմա Տերն է սկզբից խնդրում է քեզ, դու աթոռ չունես, գալու ես իմ աթոռին, քո աթոռի մասին մի մտածի։ Լավ էլ ինչ ես ուզում դու։ Եղբայրներն էին ասում, գիտնականները հավաքվում են, վերջը որոշում են, թե ինչ է ուզում կինը, պեչատում են, ստորագրում են, ուզում են հայտարեն, ասում է, այդ պահին կինը միտքը փոխում է։ Դա դու ինչ ես ուզում։ Եթե քեզ իր փառքը չի հետաքրում, քեզ ոչ մի բան չի հետաքրում։ Մնացածը սուտ է։ Եթե քեզ իր հետ մեկանալը չի հետաքրքրում, ուրեմն քեզ կարևոր չի ինչ է հետաքրքրում։ Քեզ պիտի Քրիստոսի փառքից ցած ոչ մի բան չհետաքրքրի։ Եվ աղոթքից առաջ ուզում եմ կարդալ Հռոմեացիների 8-րդ գլուխ, Հռոմեացիներ 8-րդ գլուխ, 17-18 համարները։ Հռոմեացիներ 8, 17-18։ Եվ եթե որդիներ, ուրեմն ժառանգներ, Աստծո ժառանգներ, Քրիստոսի ժառանգակիցներ, էդին դեղի մասին, հա, որպեսզի եթե չարչարանքներին կցորդ հլանք, իր փառքինալ հաղորդելանք։ Եվ 18 համարը, վասնզի ես այսպես կդատեմ,
եւ այս ժամանակի չարչարանքները եւ որ այս ժամանակի չարչարանքները բան մը չեն գալու փառքիքով, որ մեզի պիտի հայտնվի։ Հիմա որն է մեծ գալիք փառքը, թե քո չարչարանքը։ Աստծո փառքը խավարած է, քեզի չի երևում, չի հետաքրում քեզի։ Քո փառքը ծածկել Աստծո փառքին։ Հələ տեղերը փոխի։ Հիմա քո համար որն է կարևոր գալիք փառքը, թե ներկայիս չարչարանքները։ Աստված քեզ այնքան է սիրում, որ քո ուզածները չի տալի քեզի։ Ինքը ինչքան քո ուզածները տալիս է, այնքան քեզի վատ է լինում։ Ինքը ուզում է իրան տա քեզի, քեզ էլ դա չի հետաքրում։ Ինքը ասում է ինձի տամ, թե մի բաժակ ջուր, ասում ես իհարկե մի բաժակ ջուր։ Բայց որ դու իրան ես ուզում, չէ, այդ հավիտենական փառքն է։ Իսկ դրան ամեն մարդ չի գնում։ Դրա համար կուզեմ կանգնենք աղոթքի, չենք աղոթում հոգսերի համար, չենք աղոթում քույր եղբայրների համար, չենք աղոթում հիվանդների համար, դա վերջում եղբայրները կաղոթենք։ Աղոթում ենք այդ անկեղծ զրույցի համար, որ ինձ հետաքրում է քո փառքը, ցույց տուր ինձ քո փառքը։ Հիշում եք Մովսեսն ասեց ինձի քո փառքը ցույց տուր։ Ասեց ես որ քեզ իմ փառքը ցույց տամ, ինչ կլնես, կմեռնես։ Հիմա ես համարձակ ասում եմ, ցույց տուր ինձ քո փառքը, ինձի պետք է մեռնեմ։ Որտեղ որ Հովանես իրան տեսավ, մեռածի պես ընկավ։ Հիմա դու չես մեռնում, որտեղ քեզ իր փառքը չի հետաքրում, որ դու սաղին մեռցնես, մեգա դու չես մեռնի։ Քեզի պետքա քեզ մեռցնենք։ Իսկ Տերը կկազմակերպի այդ։ Եթե ինքը խաչվել է, քեզ է կարա խաչի։ Եթե կուզես, հաստատ կուզես։ Ուրիշ տարբերակ չկա, մենք ուզում ենք քո հետ ապրենք, մեր հարցերը լուծի, ոնց ուզում ես լուծի։ Ամեն։